Good afternoon. Ջուլիա Սամուելը թագավորական ընտանիքի լավագույն բարեկամն ու հոգեթերապևտն է։ Ընտանիքի հետ ընկերությունը սկսվել է արքայադուստր Դիանայի հետ ծանոթությունից։ Նա Դիանայի հետ ծանոթացել է 1987 թվականին։ Ջուլիան ապրում էր Քենսինգտոնում Դիանայի հարևանությամբ։ Դիանան նաև Ջուլիայի որդու կնքամայրն էր։ Տարիներ անց Դիանայի որդին արքայազն Ուիլյամը իր մայրիկի ընկերուհուն առաջարկեց դառնալ Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Քեմբրիջի արքայազն Ջորջի Մկրտության 7 կնքամայրերից մեկը։ Դիանան ու Ջուլիան միասին մարզվում էին գնում կինո։ Հոգեթերապևտը որպես ընտանիքի բարեկամ ու մասնագետ Դիանայի մահից հետո օգնել է արքայազն Հարիին ու Ուիլյամին հաղթահարել մոր ողբերգական մահը։ Տարիներ անց նրա օգնությանը դիմեց նաև Դիանայի հարսը, արքայազն Հարիի կինը Մեգանը։ I'd like to start today by asking a simple question. Այս զրույցն ուզում եմ սկսել պարզ մի հարցից. կարող է ցավի օգուտ ծառայել։ Ես մեծացել եմ այս սև ու սպիտակ լուսանկարների ուղեկցությամբ։ Լուսանկարներում իմ հորումոր հարազատներն էին, եղբայրը, որ մահացել էր Ատամնաբուժի աթոռին, նրա հայրը, որ մահացել էր սրտի կաթվածից, երբ 27 տարեկան էր։ Մեր ընտանիքում, ինչպես շատ այլ ընտանիքներում, այս մահերի մասին չենք խոսել ոչ մի բառ։ Լռությունը ինձ սովորեցրեց, որ վիշտը եւ տխրությունը չեն կարող բարձրաձայնվել։ Գիրքը, որով հոգեբանն օգնել է հազարավոր ընտանիքների մահվան կորստի ու ընտանիքն ամուր պահելու մասին է, ինչպես ընդունել ցավը, ինչպես ազատվել դրանից, հաղթահարել տառապանքն ու առաջ գնալ։ Հեղինակը գրում է տրավմաների մասին, ասում է, որ տրավման լեզու ու վաղեմության ժամկետ չունի, այն մեր ներսում նստած սպասում է հարմար առիթի, որ գլուխ բարձրացնի նույնիսկ տրավմատիկ իրադարձությունից տասնամյակներ անց։ Վիշտը փոխում է մեզ, երբ նայում ենք հայելու մեջ, տեսնում ենք նույն մարդուն, բայց երբ նայում ենք ներքուստ, տեսնում ենք ամբողջովին փոխված, անգամ քարուքանդ եղած մարդու։ Վշտի դեմ փորձում ենք պայքարել մտորումով, ցասումով, մերժումով կամ արգելափակելով, ցավազրկում ենք սեքսով, թմրադեղով, ցանկացած այլ բանով։ Ցավը հենց դեղն է, ցավը բուժում է սուքը։ Գիտեմ, որ հակասական է հնչում, իսկապես բարկացնող է։ Ցավը չի մեզ վնասում, այլ այն, ինչ անում ենք ցավն արգելափակելու համար։ Դրա հետևանքները վնաս կարող են պատճառել անգամ սերնդեսերունդ։ Հոգեթերապևտն իր ու իր պացիենտների օրինակով գրքում փորձում է հասկանալ, թե որոշ ընտանիքներին ինչն է ստիպում անտեսել մեծ դժվարությունները, իսկ մյուսներին թուլանալ, ինչն է կանխորոշում ընտանիքների փլուզումը եւ ի վերջո ինչու են մեր ընտանիքները մեզ հանում հունից։ Մեր միտքը սիրում է կանխատեսումներ, ուզում է իմանալ, որ մարդիկ, որոնց սիրում ենք, ապահով են, երբ նրանք տանից դուրս են գալիս առավոտյան, մենք գիտենք, որ կտեսնվենք ավելի ուշ։ Երբ կարևոր մարդը մահանում է, դա դառնում է բարդ խնդիր մեր ուղեղի համար։ Ահա թե ինչու սգալը սովորելու ձև է, թարմացնելով մեր տվյալների բազան, վերակերպելով մեր քարտեզը, ստիպելով մեզ ընդունել, որ մարդը, ում սիրում էինք, մահացել է։ Ընտանիքի մոդելը դարերի ընթացքում շատ է փոխվել, թվային դարաշրջանը նույնպես ազդում է ընտանիքի կազմավորման ու դավանած արժեքների վրա։ Ընտանիքները մեկուսանում են, պակասում են ընտանեկան միասնական արարողությունները, մեծ թափ են հավաքում բանավեճերը, ավելանում են նույնասեռ ընտանիքներում ապրող երեխաները։ Հեղինակն օգնում է այս բարդ աշխարհում իմանալ մեր ընտանիքի ծագումն ու գնահատել դրա ազդեցությունը մեր կյանքի վրա։ Սա կատարյալ ընտանիք ստեղծելու ուղեցույց չէ։ Ինչու՞, որովհետև կատարյալ ընտանիքներ չկան։ Գրքում 8 ամենատարբեր ընտանիքներ են, որոնցից յուրաքանչյուրը բախվում է նախորդ սերունդներից որպես ժառանգություն ստացած խնդիրներին։ Մի սերնդի չլուծված հարցը կարող է փոխանցվել մյուսին ու ավելի ծանրացնել, առանցայնել ծանր կյանքը։ Պարզապես այդ ծանրությունը պետք է հնարավորին չափ թեթևացնել բարձրակարգ մասնագետի հետ եւ նրա օգնությամբ։